շատ է խոսում այս պահին մի քանի թեզերի մասին, որոնք շրջանառության մեջ է դրել իշխանությունը, բայց մինչև Փաշինյանի այսպես հայտարարություններին անդրադառնալը հոսանքազրկումների հետ կապված վերջին շրջանի ակտիվ քննարկված թեզ են շրջանառում, որ սա Սամվել Կարապետյանի և նրա թիմի այսպես ձեռքով է արվում, որ ասեն հայ տեսեք, իրենք շատ լավն էին, իսկ դուք վատն եք, այս թեզն են շրջանառում ակտիվ, հատկապես մարզերում, և արդեն գալով Փաշինյանի հայտարարություններին, որ չկա մի ընտանիք, որից հեծը գումար չի գողացել, այս հայտարարությունը հաստատել է այսօր Ռոմանոս Պետրոսյանը, նշել է, որ հաստատվում են դրանք 20 քրեական վարույթներով, շուրջ 2 տասնյակ և ավել, և նաև արևային էներգիայից օգտվողների մոտ են խնդիրներ և այլն, բոլորի մեղքը, այսպես ասած, մեղավորը հեծնել դուք եք և Սամվել Կարապետյանը։ Ու ներդրումների հետ կապված մի կողմից հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը փաստացի մերժում է ձեր ներդրումների առաջարկը, չհամարելով դա այս պահին անհրաժեշտ, մյուս ձեռքով ձեզ փաստացի իշխանությունները մեղադրում են ներդրումներ չանելու մեջ։ Որտեղ է ճշմարտությունը և ինչու, եթե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այսքան ժամանակ աշխատել է ձեզ հետ համագործակցել է, չի նկատել խնդիրներ, հիմա փաստորեն Փաշինյանը ուրիշ աչքով նկատում այդ խնդիրները, Մեսրոպյանը մեղավոր չէ։ Սկսենք առաջին հարցից, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեծը իրենց կառավարման հեծ այն ժամանակ, այսօր իրենց կառավարման տակ գտնվող հեծի միջոցով վատաբանել կամ, չգիտեմ, այնպես իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ առաջինը բոլորը շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած հեծի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Բոլորին պարզ է, չէ՞ որ սեփականատերը կար ու իշխանությունները թող չստեն, իրենք այն ժամանակ հեծին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը։ Կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից, այսպես ասած, իրենք էլ են գեներացրել այդ բողոքները։ Դա առաջինը մարազմը ուղղակի դրան անդրադառնալը, երկրորդը, եթե թվերով խոսենք, ժամանակավոր կառավարիչը թվեր էր գրել, չգիտեմ, Facebook-յան էջով էր գրել, թե հեծով էր գրել, որովհետև հիշում եք մի արտահայտություն կար, դե իմ Facebook-յան էջը քաղաքական է, ես քաղաքական գործում, այսինքն մի հավատացեք իմ Facebook-յան էջին, բայց ամեն դեպքում թվեր էր նշել, չգիտեմ որտեղից է վերցրել, ես հիմա ձեզ կասեմ 24-25 թվականի այդ թվերը, որը ՀԾԿ-ի կայքում պահպանված է, ուրեմն դեկտեմբերի 31-ին 15 վթար 6750 բաժանորդ, հոսանքազրկված 12:00-ի դրությամբ 261 բաժանորդ։ 2025-26-ը դեռևս չեն տվել իրենք հաշվետվությունը որպես այդպիսին, խիստ կասկածում եմ, որ օբյեկտիվ են տալու, բայց ունենք մենք մեր արդեն այսպես ձեռք բերված թվերը, 25-26-ին 117021, 31-ին, չեմ կարող ասել այդ հարցերը իրեն, ես ձեզ 24-25-ի թիվը գոնե ասում եմ ՀԾԿ-ի կայքում մեզ կողմից տրված հաշվետվությունը։